Բարև ձեզ սիրելի YouTube-յան հետևորդներ, այսօր անջատեք խոսափողը պոդքասթի մեր հերթական թողարկումն է եւ այսօր ցանկանում ենք սկսել մեր պոդքասթը շնորհավորանքով Ալեն Սիմոնյանին, որովհետեւ իր կյանքում առաջի անգամ այսօր ինքը ձայների մեծամասնությամբ ընտրվել է ուրախ ավտոբուսի DJ Մեծ սիրով հոտնկայս կծափահարեինք, ուղղակի մի փոքր հարմար չի դրա համար այս անգամ։ Կարծում եմ սա Ալեն Սիմոնյանի համար շատ մեծ ձեռքբերում է իր կյանքում։ Հուսանք չի նեղանա եւ դատի չի տա։ Ինչով ենք պակաս։ Այո, այդուհանդերձ շարունակվում է իշխանականների քարոզարշավը եւ այսօր հերթական անգամ նրանք ուղևորվել էին Հայաստանի մարզերով եւ այս անգամ խոհանոցի մենյուում ուտեստը կարտոֆիլներ տակ, խաշած որը որ չգիտես ինչու նրանք չգիտեին որ տաք է, մտածում էին որ եթե կարտոֆիլը խաշում են միանգամից սառն է լինում եւ Նիկոլ Փաշինյանը ձեռները վառելով Նիկոլի ռեֆլեքսը աշխատեց, Ալենը չէ։ Այդ տղու մատերի հետ մի բան են չի, ես առաջարկում եմ ինքը գնա մի հատ բժշկի պարտադիր ստուգում անցնի։ Այդ ոնց էր Նիկոլի մատերը վառվել, ինքը շպրտեց այն ժամանակ, երբ որ Նիկոլը դրեց։ Տեսա՞ր։ Մի բան են չի։ Տակ չէր, զուտ որ տեսավ Նիկոլը գցում է, ինքն է գցեց։ Էպիկա տենց։ Կարա լինի որ էպիկա։ Այսօր ուզում էր պանիր առներ։ Այն է հիշած որ պահքի մեջ է, ասեց ապրիլի 4-ից հետո անպայման կգամ, կհամտեսեմ, բայց ոնց որ մի քանի կիլո պանիր վերցրեց, չէ՞։ Հիշելով, հա։ Նաև այսօր Անահիտ Ավանեսյանի ծննդյան տարեդարձն է։ Շնորհավորում ենք դառնում է 45 տարեկան։ Շնորհավորում ենք նրան ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում ենք որ երբեք նախարար չլինի։ Նաև մաղթում ենք TikTok-յան հարթակում բազում հետևորդներ։ Կարող է էջի առաջ խաղացում եւ զբաղվել արդեն բլոգինգ։ Տեսնում ենք որ օրինակ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություններ ա գրանցել այդ մասով։ Ինչ պակաս աղջիկա որ Հիմա կարող է այդ մարդու մոտ ասենք նախարար լինելը լավ չի ստացվում, բայց բլոգեր լինելը ընդ ստացվում, օրինակ տեսնես Մելիք Ադամյան փողոցով կոֆեն ձեռքը ինչ սիրում կուպուշ վիդեոներ անում, ինչի՞ չէ, որ հնարավոր է լավ գովազդներ ունենա։ Ճանապարհներն անցնում են Մելիք Ադամյանով, հարցը դա չի ընդհանրապես, բայց հիմա կարող է աղջիկա մոտելը տենց լավ է ստացվում բլոգինգը, լավ գովազդներ ա ունենում, հետագայում չգիտեմ ինչ որ ձև կարող է մեզ օգնի։ Մեզ ասելով երկրին էլի Անահիտ Ավանեսյանը դժվար մեզ ինչ որ բանով օգնի իր օգնելու մասին խոսեցինք հիշեցի Արմետ ծրագրի հետ կապված որոշ խնդիրներ որ վերջերս նաև ես եմ բախվել ու հարազատներից ոմանք եւս նկատել են դա Արմետ ծրագրում երբ որ բացում ես քո ծառայությունները ինչից դու օգտվել ես կան ծառայություններ որ երբեք չես դիմել դու դրանց համար բայց չգիտես ինչի լրացված է այդտեղ Շատ ապուշ բան է եղել, բայց մի հատ տղամարդու մոտ գինեկոլոգից Այո, նման երեխայի սեռի պարզման ծառայություն է եղել։ Ու պատկերացնում ես այդ։ Դե հիմա կարող է Անահիտ Ավանեսյանը Դե արի այդ մարդը հետո մնացածին բացատրի, որ ծրագրային խափանում է տեղի ունեցել, ուրիշ խնդիր այսի հետ չի ինչ որ դուք եք մտածում։ Вообще նորմալ չի, ընդհանրապես նորմալ չի։ Բայց արի մի հատ հիշենք Անահիտ Ավանեսյանը մի քանի օր առաջ, երբ որ երեխային ծեծի էին ենթարկել, նա ասաց, որ ինքը հետևողականորեն հետևում է երեխայի առողջական վիճակին եւ երեխայի առողջական վիճակը գնում է դեպի լավացում, դեպի առողջացում ու այսօր մենք ունենք պատկեր, որ երեխան մահացավ։ Ցավոք սրտի, այո։ Հիշում ես տարիներ առաջ երբ որ նրանք նոր էին եկել իշխանության, Ստամբուլյան կոնվենցիա էին ուզում մտցնել, որը որ իրենք վաճառաբանում էին հենց ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար։ Ինչպես տեսնում եք, իրենց պայքարը արդյունք չտվեց։ Եթե առաջ չկար ընտանեկան բռնություն, մենք օրեցօր տեսնում ենք, որ ընտանեկան բռնության դեպքերը գնալով շատանում են Հայաստանի Հանրապետությունում եւ ցավոք սրտի անմասն չեն մնում երեխաները։ Վերջին տարում երեխայի մահ 2-3 նույնիսկ հնչեղ դեպք է տեղի ունեցել, որտեղ ընտանեկան բռնության զոհ են դարձել երեխաները, մեկը սպանվել էր իր հոր կողմից, մեկը հիմա ասում են թե խորթմոր կողմից, այն մյուսը բռնությաններ ենթարկվել էլի մոր կողմից ու շատ վատ է այս մասով, որ երեխաների ինքնությունը բոլորի համար հասանելի է պարզ է։ Նույն նախարարը ՆԳՆ-ն
իր հայտարարությունների մեջ բազմաթիվ անգամ նախորդ դեպքերում նշել է երեխաների անունազգանունը, որ նույնականացում հնարավոր է դրանով տեղի ունենա նաև այդ երեխաները, եթե արդեն ողջ են, բայց ունեն քույր եղբայրներ, մի դեպքում ընդհանրապես երեխան սեռական բռնության էր ենթարկվել եւ դրանից հետո ամբողջ համացանցում այդ տեսանյութերն էր, այդ երեխայի նկարներն էր, այդ երեխայի անունն էր ու հետագայում այդ երեխաները կարող են ունենալ հասարակության մեջ խնդիր։ Նաև խոսելով այս թեմայի մասին, արի ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է մի հիասքանչ երգ, խաղաղություն վերնագրով, իրենց երևի թե նախընտրական քարոզարշավի հիմնն է դա լինելու, որտեղ երևում են անչափահաս երեխաներ։ Ուզում էին իրենց երիտ թևի երգը դարձնել դա, որովհետև այդ խնդրում եմ երիտ թև, ինչ ուռճացված է ասված, երիտ թև։ Դով 7 հոգին երբ այնց դարավ երիտ թև։ Մեկն էլ ինձ բլոկ արի, խնդրում եմ հանեք։ Չեմ կարում այդ ծիծաղալ էմոջիները չդնեմ, հանեք։ Մեկը ազատ ժամանակ հոգևորական աշխատում, մեկը բլոկում է։ Դա ինչով է ինչից ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց երգի տեսանյութը եւ տեսանյութում երևում են երեխաներ, ովքեր որ պարում են եւ երեխաները թինեյջերական տարիքի երեխաներ են, որոնք որ ամենախոցելի տարիքային խմբին են պատկանում հենց հոգեբանական բռնության տեսանկյունից ու այդ ամեն ինչը անցալելու եւ ընդունելու տեսանկյունից եւ այդ երեխաները ովքեր որ երգում են, պարում են, նրանք հասարակության մեջ կարող է հետագայում ոչ թե կարող է հետագայում խնդիրների են բախվել։ Անկախ ամեն ինչից, երբ որ դու մարդուն քաղաքականացնում ես, բարձրավոր լինելու են ու այդ կապ չունի ընդհանրապես որ ուժի կողմից է քաղաքականացվում, բայց եթե Նիկոլի կողմից է քաղաքականացվում, այդ արդեն հավելյալ երկրորդ խնդիրն է գալիս։ Դա էլ պետք է էլի արձանագրել։ Ու բայց շատ անտաղանդ երգեր, շատ անիմաստ, բառերի կույտ էր, եթե ուզում ես լինել երջանիկ, ապա պետք է քեսնեն քեզ դրա համար, որ ապուշ երգեր։ Ոչ մի բան չասող, չկանչող։ Ես մենակ այդ TikTok-ի բաներով եմ տեսել մի քանի կադր, գիտեմ, բայց տողի իմաստը չեմ հասկանում, կարող է իրենք կտրել են ու ճիշտ չեն կտրել, դաժե ճիշտ չեն օգտագործել, որ մարդը հասկանա ինչի մասին է։ Շատ անտրամաբանական հիմար երգեր։ Ինչ պիտի լինի, որ ինչի համար տեսնես։ Ու սրանց հետո մենք լսում ենք օրինակ հանրապետականի երգերը, հիմնը, նախընտրական քարոզարշավի երգերը, որոնք մենք մինչ օրս մեր առիթների ժամանակ պարտադիր հնչեցնում ենք։ Լսում ենք օրինակ պարոն Աշոտյանի, Շարմազանովի եւ պարոն Սահակյանի երգը, որը իմ կարծիքով ընկերության մասին լավագույն հիմն է։ Ու արի չմոռանանք, որ վարչապետի երբեմնիկինը հրապարակել էր այդ երգը որպես ընկերության հիմն եւ ուրախանում էր այդ երգից, ինչը շատ լավ երգ է։ Ճիշտ որոշումներից։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանից բաժանվելն էր, ես դες ասեմ։ Այդ հաստատ բան եմ ասում, դա իր կյանքի երկրորդ լավագույն որոշումն էր։ Արի մի հատ հասկանանք, որ քաղաքական քարոզարշավի, նախընտրական քարոզարշավի երգը պետքա լինի հայրենասիրական, պետքա իր մեջ պարունակի տարեր, որը որ կրում է տվյալ կուսակցությունը, ու պետքա ունենա իմաստ։ Մարդիկ երգը լսելով հասկանան, որ կուսակցության մասին է խոսքը, ինչ գաղափարախոսություն ունի այդ կուսակցությունը։ Օրինակ նայեք։ Անկեղծ ասեմ, այսքան ժամանակ ես հետևելով բոլորի այդ երգերին, հիմներին, ունի հանրապետականը ընտիր երգեր, թե քարոզարշավի երգեր, թե հիմն, ու դաշնակցությունն էլ ունի երգեր իրանց կուսակցության վերաբերյալ, որը իրանց համար իրականում տենց թույն ձեռք լավ երգեր են։ Լավ իրանց բնորոշող, իրանց մասին շատ լավ երգեր կան։ Դարավոր պատմություն ունեն։ Շատ լավ երգեր են։ Որոնք որ շատ հետաքրքիր է լսել ու շատ հայրենասիրական է ու յուրաքանչյուր հայ լսում է անկախ քաղաքական պատկանելիություն։ Դաշնակցականների ունեն լավ երգեր ու ունեն հանրապետական։ Ունեցած քաղաքական ուժերի կողմից ես երբևէ չեմ լսել քաղաքական կամ այդ քարոզարշավի երգերը կամ հիմն առհասարակ ոչ մեկինը չեմ լսել նորմալ, չկա։ Ինչով են զբաղվում իրենց PR թիմերը ընդհանրապես։ Դու մենակ չես նա կարծեմ կուսակցության հիմնը, իմ հիշելով, Կարող է հրագի դուխովն է։ Դուխովը ոնց որ նախընտրական քարոզարշավին է, չէ՞։ Կամ Նիկոլի մասին ադրբեջանցիների գրած երգը։ Մարդիկ սփորթ են անում ինչով կարում են, ինչ խնդիր։
Ու եթե մենք նայում ենք այս մասով, եթե նայում ենք իրանց այդ կուսակցության, իրանք այս վերջում խոսում էին, որ օրինակ Սամվել Կարապետյանը այդ ուժեղ Հայաստանը վերցրել է Ռոբերտ Քոչյանի դեպի ուժեղ Հայաստանից։ Լսել ես տենց բան։ Ու այս մասով ասենք որ դուք էլ վերցրել եք թուրքական այլ կուսակցություններից ձեր այդ լոգոն էլ, այդ ապագական էլ, ամբողջը թուրքական իրանք եթե գոնե վերցրել են, էլի հայկական կողմից են վերցրել, ոչ թե քո թշնամի երկրից վերցնում ես լոգո կամ վերցնում ես երգ ու դրանով ուրախանում։ Դե ես այդ մասով եմ ասում հնարավոր է եւ Նիկոլանց կուսակցության երգը լինի այդ ադրբեջանցիների ձոնած երգը Նիկոլ Փաշինյանին ինչի։ Նոլդու Փաշինյան երգը։ Ահա։ Դու կոմոդ լավ ստացվում, ես չսովորեցի այդպես էլ այդ լեզուն, չկարացա։ Այդուհանդերձ շարունակենք նախընտրական շրջան է երկրում, իրեն բնորոշ, ծանրությամբ, տրամաբանական և անտրամաբանական որոշակի գործողությունների շղթայով, Հանրապետականը, ինչպես միշտ շարունակում է խոսել իմպիչմենթի մասին, մենք շարունակում ենք խոսել իմպիչմենթից, իմպիչմենթի կարևորության մասին, առաջարկում ենք քաղաքական կուսակցություններին միավորվել իմպիչմենթի գաղափարի շուրջ, քանի որ մենք ոչինչ չենք կորցնում իմպիչմենթը կյանքի կոչելու ուղղված քայլերը անելով, իսկ երբ որ դու չես անում քո քայլերը դեպի իմպիչմենթի իրականացում, դու կորցնում ես եւս մեկ հնարավորություն Նիկոլ Փաշինյանին իր աթոռից հանելու։ Կկրկնեմ անցած ոդկասթից խոսքերը, մենք մեկա գնալու ենք ընտրություններին, ընտրությունները մեկա լինելու են, բայց ընտրության գնալ փորձելով իմպիչմենտը եւ չփորձելով շատ քաղաքական ուժերի համար սա կարող է ունենա մեծ նշանակություն եւ մեծ տարբերություն ձայների հետագայում։ Հիմա օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ձայների տրամաբանությունը փոխեց այս տարի։ Ինչին էր սա ուղղված ըստ քեզ։ Նրան էր ուղղված, կարծում եմ, որ նախընտրական շրջանում կուսակցությունները հավանական դաշինքները չփորձեն քննարկել։ Այո։ Նիկոլին ձեռք է տալիս է։ Խոսքը տոկոսների մասին։ Հա։ Փոփոխությունը հիմնականում ուղղված էր նրան, որ եթե հիմնական դաշինքների մասով էր։ Ասած որ Գյումրիի սցենարը չկրկնվի։ Հա։ Դաշինքների մասով էր։ Իրանք տեսան ու վախեցան հնարավորի կատարումից արդեն Երևանում, որովհետև ինչքան Երևանից դու դուրս ես գալի, այդքան ավելի մարդիկ պրոիշխանական են լինում։ Եվ Հայաստանը Բայց ախր ուրիշ բան է պատկերը է մեր մոտ։ Տենց Լենինականում օրինակ ընդդիմություն է։ Ղուկասյան Վարդանը, բայց հաշվում ենք Երևանի օրինակը, Երևանում նես չէ Ավինյանը հաղթեց։ Ավինյանը չհաղթեց, բայց օրինակ նայում ենք Վալոդիա Գրիգորյանի դեպքը։ Այո, հարակարի։ Էլի ընդդիմությունը։ Հա, այսինքն այն նայում ենք Մամիկոն Ասլան, եղավ նաև մարզերում, ուղղակի Երևանում չկարողացան կոնսոլիդացվել ընդդիմադիր քաղաքական ուժերը ու հետագա ընտրությունների ժամանակ էլի կսպասվի նույնը էլի եթե հաղթի ընդդիմությունը ինքը ընդհանուր հայտարարի դժվար թե գա այս տեմպերով եթե մենք նայում ենք ներկայիս իրավիճակը ամեն օր նոր կուսակցություն է բացվում նոր հայտ է լինում կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու այդ նշանակում է որ ձայների փոշիացում է եթե այդ 200 հոգին պետքա գնան ընտրեն օրինակ չգիտեմ X կուսակցությանը ով որ օրինակ 3 է բացվել երբ որ արդեն ընտրությունների արդյունքները ամփոփվեն այդ ձայները փոշիանալու են ցավոք սրտի այո այդպես ու այդ տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի ձայները, եթե բաժանումներ են կանում, այնտեղ ավելի բարձր են գալու։ Այո, միատել Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի։ Ու այս մի անգամ էլ է խոսում են մասին, որ իրանց խաղաղության խոսույթը լոկ խոսույթ է։ Ոչինչ ավելի ու ոչինչ ավելի չի կարելի սпасել Նիկոլ Փաշինյանից։ Բայց մի հատ հիշենք, որ 2020 թվականից սկսած այն մարդը, որ բերեց պատերազմ, ինչա հիմա շարունակում է խոսալ, որ եթե ինքը չվերընտրվի, կլինի պատերազմ։ Մոռանալով, որ ինքն էր հենց այն մարդը, որը որ եղավ պատերազմ ու շարունակ ու էլի եղավ պատերազմ, այսինքն մի անգամ չեղավ պատերազմ։ Այս ուղղակի ադրբեջանական կողմի մեծ նվերն է Նիկոլ Փաշինյանին, որ նա ես հենց սպասում եմ ընտրությունները լինի, դու այս ծախի ժողովրդի վրա խաղաղությունը, հետո արդեն կորոշենք ինչ ենք անում մենք, լինելու է պատերազմ, լինելու են տարածքային կորուստներ, լինելու են մարդկային կորուստներ, այնքան են լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը իշխանությունը չթողի գնա զբաղվի իր բլոգինգով օրինակ, այսինքն ապուշ վիդեոներ նկարելով, չոր ռաբիզ երգերի տակ, ծաղրի առարկա դարձնելով մեր երկիրը։ Տարբեր ուտելիքներ ուտելով։ Դե դու երբևէ փորձել ես սիվեխը ուտել չինական փայտիկներով։
Չեմ կարող օգտվել չինական։ Դες ճկուն չեմ ես։ Չինական ավանդական ուտելիք սիբեղ։ Ինձ ինչի համար։ Առաջարկում օրինակ Նիկոլ Փաշինյանին հայտնի օրինակ ռեստորաններից մեկի հիմնադրի հետ գնալ նստել սեղանի շուրջ, ով որ եղել է նախկինում Նիկոլ Փաշինյանի ընկերներից եւ համակիրներից, կուսակցական պատկանելիության մասին չխոսենք, այլ թող գնան իրար նստեն վիդեոներ նկարեն, հնարավոր է ասենք ավելի եթե 50 միլիոն էր, հա, էջի պրասմոտրները 50 միլիոնը կարող է դառնա 200 միլիոն։ Բայց խնդիրն է, որ սա աշխարհն է խնդում է։ Հա մեր վրա, բայց իրա վրա չէ, մեր վրա է խնդում, ասում ես ում եք ընտրել, ում եք պահում հələ։ Հա ինքը իրան ինչ պետք է ասեն, անմեղ սունակի մեկն է։ Հիշում ես տարիներ առաջ, երբ որ նոր էր Facebook-ը ի հայտ եկել, երբ որ մարդը մի փոքր ոչ նորմալ բան էր տեղադրում, ասում էին թուրքը տենում ուրախանում։ Հիմա մենակ թուրքը չի ուրախանում, հիմա սաղ աշխարհն է ուրախանում։ Սաղով ծիծաղում են։ Մեր վրա, իրա վրա չէ։ Նանջան մեր վրա են նկարածների վրա։ Հա, բայց պայի տոգու որ նայում ենք, իրենք մեր վրա են ծիծաղում, ասում են ում եք պահում։ Դու մտածում ես, որ դու հասկանում ես, որ ամբողջ աշխարհն է, մտածում եմ, որ մենք Նիկոլին ման փնթի ենք։ Բոլորս։ Ամբողջ ազգ փնթի։ Եկեք դու շատ լավ կարծիք ունես մեր մասին, ցաղ աշխարհը չգիտի Հայաստանը դաժե ուրա։ Ֆրդոսը այստեղ Արմենիա, իրանք ասես մտածում են Արմենիա, այդ որտեղ է։ Դե եթե մենք ասենք այս 8 տարվա ընթացքում պետք է գնայինք առաջ, որ մեր մասին իմանային մանավանդ այն դեպքում, երբ որ մենք մեր մասին գիտեն, որպես 21-րդ դարի միակ կապիտուլացված պետություն։ Շատ լավ համբավ ունենք, ինչ խոսք։ Շատ լավ համբավ ունենք։ Մենք դարձել ենք Չ կլասի երկիր։ Այո։ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եթե այն ժամանակ մեր սպորտը առաջին տեղում էր, ֆուտբոլը առաջընթաց էր ապրում, մենք ունեինք աստղեր, ֆուտբոլային աստղեր, ովքեր ներկայումս շատ ու շատ աշխարհահռչակ թիմերում խաղացել են, մենք չունենք հիմա ոչ մի բան։ Չմոռանանք, որ մենք ունեինք ֆուտբոլիստ, ում որ տրվել էր դիվանագիտական անձնագիր, որովհետև դիվանագիտական գործունեություն էր ծավալում լինելով ֆուտբոլիստ։ Ու հիմա ինչ իրավիճակ ունենք մենք։ Չունենք ֆուտբոլիստ, ոչ մի ֆուտբոլիստ չունենք։ Ունենք ֆուտբոլիստներ, չունենք համակարգող, ունենք համակարգող, չունենք ֆուտբոլիստներ, ունենք գումար, չունենք մարզադաշտ, ունենք մարզադաշտ, չունենք ֆուտբոլիստ։ Եղիշե Մելիքյանի վերջին ոդկասթը նայեցի, ոնկեղտ շատ ներվայնացա, բայց այս թողարկմանը դրա մասին չենք խոսա։ Արի հաջորդին խոսանք մանավանդ Հայաստան-Բելարուս ենք խաղից առաջ մի հատ պարտադիր խոսանք այդ ոդկասթի մասին էլ մի քանի բան ասենք ոնց կարաս դու քո ֆուտբոլիստին ով որ լքել է քո թիմը Լավ, ասենք вообще նորմալ չի, էլի, ասում եմ, եթե ինքը բանը ավակի արժանապատվություն ունեն, բոլորին տրված չի պարտվելուց հետո մնալու կարողությունը։ Այդքան արժանապատվություն բոլորը չի որ ունեն, որ կարողանան մնան, պարտությունը ընդունեն։ Բայց խնդիրը նրանում չէր, որ պարտվել էին, խնդիրը Դե տես իրենք տենց են ներկայացնում վերաբերմունքներ, բայց ինքը ասում է մենք կոնֆլիկտ չենք ունեցել երբևիցե։ Ինքը պրոստը ներկայացնում է, որ դե հայրենասեր տղա, եթե ինքը հայրենասեր լիներ, ինքը կապված չի այս երկրի հետ։ Բայց գիտես ոնց էր այդ ժամանակ ժողովուրդը կներես մի փոքր ջղայնացած էր իր կատարած քայլերի վրա, բայց ինքը մեղավոր չէր հիմնական պարտության մեջ։ Ժողովուրդը կատաղած էր ու մարզչական շտաբը, իր խաղընկերները ու ֆուտբոլային այդ վերնախավը փոխանակ պաշտպանել Բարսեղյանի մի կողմից էլ իրանք էին ավելացնում։ Գիտես ինչ ասում Մելիքյանը, ասում է, այս տղու ծնողները Հայաստանում են ապրում, բայց դրանից մեկը բան չի փոխում, ինքը կապված չի այս երկրի հետ, ինքը չի ուզում հավաքականի համար բան անել, ինքը նվիրված չի հավաքականին, ու իր համար պատճառ էր պետք դուրս գալու։ Ինքը այդքան բան չուներ էլի, իր մեջ տղամարդկություն չուներ մնալու ու այդ պարտությունը տանելու իր ուսերին։ Ասենք աբսուրդ է։ Լուրջ եմ ասում, աբսուրդ է, երբ որ օրինակ քո ղեկավարը, այն մարդով պետք է լինի քո գլխավոր մոտիվատորը։ Կանգնում քեզ տենց բան ասում եթերը ու ասում ես դրանից հետո այդ մի երկու անգամ եմ խոսացել, ճիշտ է։ Հիմա ինքը տենց փորձում է իրան արդարացնել, բայց նորմալ չի, երբ որ դու ղեկավար ես։ Այս նույն Մելիք Բեկյանը չէր ասում, դե բանը պարտվել ենք, որովհետև չկար, չկար, չի ասում պարտվել ենք, որովհետև ես եմ ղեկին։ Այո։ Չի ասում որովհետև ես էի, բայց ինչի համար ես դա։ Այ էտա, իսկ հիշենք հենոին էլի, որ պարտությունից հետո կանգնած ես դե ավակը ես եմ, տեխնիկական ինչ որ մենք խնդիրներ ունենք։ Բայց դա հպարտանալու բան չի, դա նորմալ է, այդպես պիտի լինի։ Բայց ասենք եթե դու ֆեդերացիայի ղեկավար ես, եթե դու գլխավոր մարզիչ ես, կանգնում ես քո սխալները, գցում ես կոպիտ ասած քո ֆուտբոլիստի վրա,
Այո։ Հիմա ընդեղից ցանկացածը, կասի դե հիմա մի հատ սխալ ես անեմ, իմ մարզիչը չի կանգնելու ինձ պահի։ Հա։ Ասելա դու ես մեղավոր, ժողովրդին առաջ բրթի ասի դե կերեք։ Ինքն է մեղավոր։ Հոշոտ եք ես խեղճի։ Չի ասելու որ ես եմ խնդիրը, էլի։ Ծիծաղվեք վրա շատ աղետ։ Ես պատկերացրի։ Շատ ջղայնացած եմ ախր։ Սկացվում։ Դա ոնց որ մեր Արմենը Արմենը ուսանողական կազմակերպության ղեկավարն։ Ոնց որ մեր Հարությունյան Արմենը մեր ինչ որ սխալի ժամանակ մեզ ասի իրանք են, ես կարճ։ Շատ աբսուրդ է, էլի, որը մանավանդ մեր թվում որ երբևիցե տենց խոսակցություններ չի կարելի, ես նայում եմ կողքի թմերին ու այդ ցավը ապրում եմ ես թմերի համար։ Հայ։ Ամսի 29-ն ենք մենք սպասվում մի խոսքով։ Հայաստան-Բելարուս ֆուտբոլային հանդիպանը։ Ուսանք կհաղթենք։ Չէ։ Բայց ամեն դեպքում մենք ինչքան էլ դեմ խոսանք ստեղծված իրավիճակին, մենք միշտ դրքի հաղթանակն ենք ցանկանում, բայց ու համարյա յուրաքանչյուր խաղ դիտում ենք ստադիոնից, ծածանելով մեր հայկական եռագույնը։ Կխոսեի շատ բաներ, բայց ես լռում եմ։ Կարող ես խոսել։ Չէ, տեղը չի։ Ժամանակը չի։ Մելիք Բեկյան Արմենին է մի քանի տեսնել։ Նոր չի շարունակելու։ Ասել Աստված ջան, ինքը Նիկոլին ոչ մի բանով չի զիջում։ Իսկ թվում է իրաց մոտ քաստինգը հաց ուտելով։ Ոյ, ինչ էր։ Լուրջ դու չես պատկերացնի, որ հաց ուզում ես թողես սեղանից դուրս գա։ Նայում ես այդ մարդուն, արդեն այդ տհաճությունը զգում ես դու։ Երևի Նիկոլ Փաշինյանը չգիտի որ իմանա կհրավիրի իրենց ավտոբուս միացել։ Այդ մարդուն թող հաց ուտի ձեր հետ գնա գործերի։ Շատ ահավոր է մեր վիճակը։ 18 թվականից հետո։ Արի խոսենք, քանի որ մենք ուսանողական կազմակերպության ներկայացուցիչ ենք, արի խոսենք մի թեմայից, որը որ շրջանառվում է, որ պոլիտեխնիկական համալսարանի շենքերից երկուսը, մասնաշենքերից երկուսը քանդում են եւ դրա փոխարեն սարքում են բիզնես կենտրոն։ Հոգեբարձ խորհրդի նախագահ Ավինեն Տիգրյանը չէ՞։ Չեմ հիշում ճիշտն ասած։ Ինքը պետք է լինի։ Հա, ոնց որ Ավինյանն էր, ճիշտ է։ Շրջանավարտն է նույնիսկ պոլիտեխնիկի։ Յուրաքանչյուր համալսարանիներ իրանք են էլի։ Չէ, ինքը շրջանավարտ է։ Հա, դրա համար ինքը այնտեղ է։ Հիմա մեր ով է մերը։ Մերը ո՞րն է, մենք տարբեր համալսարաններ ենք։ Ուզում ես ասես այն ժամանակ Թրչունյանը Բրյուսովներ ավարտել, Բրյուսովի չէ։ Չէ, բայց օրինակ Պապիկյան չէ, բանով չէի ասում, նկատի ունեմ իշխանական ներկայացուցիչները, այն որ ասում էին պետք չի որ համալսարանները լինեն քաղաքականացված, յուրաքանչյուր համալսարան, այո, յուրաքանչյուր համալսարան իրանցով են արել։ Բայց ասենք այդ մարդիկ իրանց բուհի նկատմամբ են տենց վերաբերմունք ցուցաբերում, բա ինչ սպասենք այլ մնացած բուհերից։ Այսինքն իրանք ասում են կրթությունը կարևոր է կրթվեք, նորաձևը կարևոր է, բայց շենքերը քանդում են։ Բիզնես կենտրոն սարքենք։ Այո։ Տեղը բիզնես կենտրոն են սարքում, որ ինչ։ Տեղ փողը շատ է։ Հա, բայց փողը շատ լինելու համար պետք է մարդիկ, ովքեր որ այդտեղ կաշխատեն, իսկ այդ մարդիկ լինելու համար պետք է լինեն կրթված։ Եթե դու քանդում ես ոնց են այդ մարդիկ լինելու կրթված։ 2027 թվականին մենք չենք ունենալու, չէ՞, ակադեմիական քաղաքը։ Մենք չենք կարողանալու բուհերից տեղից հանենք տանենք այնտեղ։ Մնալու են, շարունակելու են։ Այդ բուհերը ներկայիս Երևանյան բուհերը վարձով չեն տրվելու, չէ՞։ Այո, հա։ Գումար չենք ստանալու մենք դրանից։ Հիմա մարդիկ որոշել են քիչ քանդեն։ Հիմա կարող է Բրյուսովի 4 մասնաշենքը որոշեն մասնատեն, վարձով տան, որ Բրյուսովի համար նախատեսված գումարը հանեն։ Այսինքն իրանցից ամեն ինչ սպասելի է։ Հիմա եկեք էլի ներվայնանում, եկեք գնանք ակադեմիական քաղաք։ Որ գնաս։ Ոչ չկա ախր։ Բացարձակ մի հատ քարը դրած չկա։ Այո։ Ու իրանք ուզում են տարի ու կեսում հասնեն մի հատ հսկայական ծրագրի իրականացմանը, որ անհնար է այդ ուղղակի։ Դա ուղղակի մակետ էր, որը այն ժամանակ պետք էր մարդկանց հրամցնել։ Հիմա էս նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում են այդ բանը 3 Դա հրամցնում էին արդարացնելու համար համալսարանների իրար միացումը։ Որ 6 ամսում 250 դպրոց չսարքենք, մեր համար այդ ի՞նչ է։ Իսկ համալսարանները իրար են միացնում, որովհետև ընդունվող չունեն քանակը քիչ է, քանակը քիչ է, որովհետև որակյալ կրթություն չեն տալիս, որակյալ կրթություն չեն տալիս, որովհետև իրանք են իշխանություն։ Մի հատ եկեք նայենք հայոց լեզու գրականություն առարկայից կտրվողների թիվը։ Իսկ դա աղետ է, որովհետև պետական
հայոց պատմությունից, հայոց լեզու գրականությունից ամենաշատը կտրվողներն են լինում։ Ահա որ իրականում։ Ասենք եթե նախորդ տարիներին 32 քանի տոկոսն էր անցնում։ Մենք պետք է ասենք նայենք, որ մինիմալ շեմը հաղթահարվի։ Հիմա 7.5-ով կարաս անցնես։ Այո։ 20-ից 7.5-ով։ Հա, 20-ից 7.5-ով դու կարաս ընդունվես համալսարան, ոչ մի խնդիր դրա մեջ։ Իսկ օրինակ մեր ժամանակ, երբ որ ցածր գնահատականով էին ընդունում, դա արդեն ամոթ էր։ Հիմա նորմալ է ամեն ինչ։ Որովհետև բոլոր բաժիններում կա թափուր տեղեր։ Բոլոր բաժիններում։ Այո։ Պետական ինչ-որ քաղաքականություն են ուզում որդեգրել, որ այն բաժինները, որտեղ որ դիմորդ չկա, բայց այդ բաժինները առաջնային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, առավել գրավիչ դարձնելու համար փող կթատոշակեն տալիս այդ մարդկանց։ Գյուղատնտեսական համալսարանում էլ նույնն է արեցին։ Այո։ Ինչ փոխվեց։ Ոչ մի բան։ Բացարձակ ոչ մի բան։ Դե գնացեք տենց է։ Մանկավարժական համալսարանի ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության բաժինները նայեք։ Մարդ չկա։ Աղետ է այդ։ Մենք մի քանի տարի հետո աշխարհագրության, քիմիայի, ֆիզիկայի ուսուցչուհիներ, ուսուցիչներ չենք ունենալու։ Մասնակից չենք ունենալու։ Չկա ընդհանրապես, հիմա էլ չկա։ Մի քանի հոգի են մնացել, բայց մարդկանց տարիքը նայում ես։ Տարական էլեկտրիկ չենք ունենալու։ Չկա, չի լինելու ոչ ով գնահեցում Ռոմանոսը անձնական վիդեոները մարդկանց կպերի, ես հավատում չկա այս մասով։ Չենք ունենալու նորմալ ուսուցիչներ, ուսուցչուհիներ, որովհետև այդ բաժինները նայում են, ասում են գնանք ինչ, գնանք դպրոց 90,000 դրամով ինչ աշխատենք։ Այո։ Որովհետև դասաժամերն էլ է քիչ։ Շաբաթական ամեն դասան մտնում է մի քիմիա, չէ՞ օրինակ։ Լավ, երկու չի։ Մեկը։ Մեր ժամանակ մեկ էր։ Մեր ժամանակ 2019-ից 22 թվականների։ Իմ ժամանակ երկուս էր։ Բայց ես կարող մասնավոր էի սովորում մեր բանը ուրիշ։ Որ մենք նզբ չենք անցել, օրինակ շատ ցավում եմ այ։ Չէ, մենք շաբաթական 2 ժամ նզբ։ Եկեղեցու պատմություն չենք անցել։ Շաբաթ անցել եք դուք։ Չէ։ Այ մենք շանցել ենք։ Ես դավիթ տարածքում առաջին տեղը զբաղեցրի։ Իմ գլխավոր նվաճում է։ Հա, հիմա Կուսակցության ընտրությունը դրանով է պայմանը։ Եթե նայենք օրինակ 9 դասարանը, բազմապատկենք քանիսով որ օքեյ լինի։ Լավ, հաշվենք դպրոցում կա 36 դասարան։ 36 ժամ ամսական, պետք է օրինակ քիմիայի ժամ դասավանդվի, անգամ 500 դրամ արա։ Շատ վատ։ Այդ մարդու գնալ գալու ու այդտեղ իրանք ասում են, որ աղքատության մակարդակը մեր երկրում նորմալ վիճակի մեջ է։ Շատ իդեալական։ Գիտես ինչ են արել, աղքատության հաշվելու ձևը փոխել են, ինչի արդյունքում աղքատության թիվը նվազում է։ Դու տեսել ես, որ հաշվետվության մեջ 2025 թվականի գրել էին, որ միջին աշխատավարձը 30%-ի համար, թե 25-ից 30%-ի համար կազմում է 500 քանի լուրջ։ Այդ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները, մեկ էլ առանձին օրինակ IT ոլորտի top մասնագետների աշխատավարձները, եթե իրար են գումարում, հա լինում է շատ մեծ թիվ։ Իրենք այդ մեծ թիվը, քիչ քանակությամբ մասնագետների մեծ թիվը իրար են գումարում, բաժանում են մարդկանց թվաքանակի վրա, ու լինում է, որ բոլորի միջին աշխատավարձը շատ բարձր է, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Հաշվետվությունը կարդում ու ասում լավ, կարող ենք սխալ տեղ աշխատել։ Իրոք նորմալ մարդկանց աշխատավարձը այդքան է, ուղղակի մեզից են թակում, որ նորմալ աշխատավարձ չուզենք օրինակ։ Շատ աբսուրդ է ախր։ Իրանք նույնիսկ բաներ պետք է գրեն, որ գոնե իրանք դրան հավատան։ Ու էկոնոմիկայի նախարարը գնում է Գոմեր Կենթանիա նկարում, ոչխարանկարում նոր ծննդաբերած։ Նիկոլ Փաշինյանն է Գևորգ Պապոյանին է քնած նկարում, հետո Գևորգ Պապոյանը մեմերի առիթ դառնում։ Շատ հետաքրքիր է ասում ինչ որ ԿՊ-ում։ Ամեն ինչ անում են բացի քաղաքականությունից։ Հաջորդ կավային խումբը մենք գիտենք։ Ինչ կարող է բաղկացած կլինի։ Երևի թե այսօրվա համար այսքանը թե էլի բանն ես առանձնացրած։ Երևի թե սահմանափակվենք այսքանով։ Մեկ անգամ էլ ենք շնորհավորում Ալեն Սիմոնյանին DJ-ի ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք նմանատիպ նորանոր հաջողություններ։ Մաղթում ենք հաջորդ անգամ օրինակ DJ դառնա ուրիշ մարդ, տեսնենք բոլորի երաժշտական ճաշակներն ու կարողությունները, որովհետև այս ընթացքում մենակ Նիկոլ Փաշինյանին ենք տեսնում ռաբիս Դավիթ Խուդատյանին։ Մելիք Բեկյանին է կանչեք հաջորդ ուտելիքը ուտելու։
Շնորհակալ ենք մեզ հետևելու համար, շարունակեք լայքել, կոմենտել, մենք սիրով սպասում ենք ձեր կոմենտներին եւ լայքերին։ Հաջողություն։